Սուրվա մեր էջի հերոսը մի մարդ է, որը մասնագիտությամբ վիրաբույժ է, անվանի վիրաբույժ, պրոֆեսոր, գիտությունների վաստակավոր գործիչ, Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնի վարիչ, Երևան քաղաքի գլխավոր վիրաբույժ Պավել Անանիկյանը։ Պրոֆեսորը բացի հիմնական մասնագիտությունից զբաղվում է նաև արվեստով, մասնավորապես նկարչությամբ եւ գրականությամբ գրում է։ Պրոֆեսոր, քանի տարի է որ զբաղվում եք նկարչությամբ։ Մոտ 12-14 տարի եւ այդ հանգարցակի էսպես եղավ, որ ուզեցա շատ նկարանեմ եւ սկսեցի։ Սկզբից մի քիչ դանդաղ վախենալով է, հետո չգիտեի մի բան կստացվի թե չէ, բայց հետո ստանում է եւ մեծ հաջող այդ գործից եւ հանգստանում է վերահատություններից եւ միտքերը ոնց որ թե հավաքվում են, երբ քեզ ոչ ոք չի հանգարում, դու սուսուփուս առանց խոսելու, առանց ոչ մի կոմպանիայի կառնած նկարում ես, այդ ժամանակ եւ գալիս է տարբեր միտքերը եւ շոշափում ես քո աշխատանքը, մտածում ես ինչ նորություններ կարելի անել, ինչ կարելի է ստեղծել եւ ոնց որ թե զուգահեռ ստացվում է լավ։ Երբ այսպես զուգահեռ զբաղվում եմ եւ վերահատություններով եւ այդ նկարներով։ Պավել Անանիկյանը ծնվել է Երևանում 1930 թվականի մայիսի 7-ին։ 1955 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժապրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Անանիկյանի ուսուցիչներն են եղել անվանի բժիշկներ Իվան Գևորգյանը եւ Սուրեն Գալստյանը։ Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ։ 1963 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1976 թվականից ամբիոնի վարիչ է, նույն թվականից Երևանի գլխավոր վիրաբույժ։ Պավել Անանիկյանը բժիշկների, նկարիչների, գրողների մի քանի սերունդների արժանի հետնորդ է։ Գրված հոդվածներից մեկում նրա մասին ասված է. նկարչի սրտով բժիշկ։ Նա նկարել է փոքրուց, սակայն երբ դարձել է 50 տարեկան, առավել լուրջ է սկսել մոտենալ արվեստին։ Նրա աշխատանքները ցուցադրվել են ԱՊՀ պետություններում կազմակերպված ցուցահանդեսներում։ Պավել Անանիկյանը հանդիսանում է Հայաստանի նկարիչների միության անդամ, ինչպես նաև գրողների միության պատվավոր անդամ։ Զբաղվում է նաև հասարակական աշխատանքով, հանդիսանալով Երկիր Նայիրի հասարակական բարեգործական ասոցիացիայի նախագահ։ Հաջողություն քեզ, նկարչի սրտով բժիշկ։